Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը միջազգային գրոսմաստեր, շախմատի օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյան։ Ողջույն Տիգրան ջան։ Վերջապես մեր հանդիպումը կայացավ, ես ուրախ եմ քեզ ողջունել իմ տաղավարում։ Ո՞նց ես Տիգրան ջան։ Շատ լավ, շնորհակալություն։ Գործերը բանավոր։ Նորմալ, փառք Աստծո։ Շատ ուրախ եմ, իսկապես ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, որովհետև շատ էի ուզում, որ դու անպայման կաս, գիտեի, որ այստեղ ես, ուզում էի անպայման կաս։ Տիգրան ջան, երկու խոսքով պատմեք քո մասին։ Այս պահին բնակվում եմ Միացյալ Նահանգներում, դեռ վերջնական չէ իհարկե, գնում գալիս եմ պլանները, բայց տեղափոխվելու կան։ Շարունակում եմ պրոֆեսիոնալ կարիերաս, արդեն այդքան ակտիվ չեմ ինչքան նախկինում, բայց դեռ մասնակցում եմ մրցաշարերի, կամաց անցնում եմ մարզչական գործունեության։ Շատ լավ է։ Շախմատում կամ ամեն դեպքում։ Չէ, անպայման դու չես կարող, դու իրանք չունես թողնել, այդ քո էությունն է, քո կյանքն է, քո ամեն ինչն է, ոնց կարող ես։ Բայց պատմի, որ ոնց որոշեցիր, որ դառնալ շախմատիստ։ Դե պատմությունը այո, իրական բավական հետաքրքիր է, հայրս լինելով շախմատի սիրահար, երբ որ Տիգրան Պետրոսյանը ավագը դարձավ աշխարհի չեմպիոն, երազանք է ողել, որ երբ որ տղաք ունենա, անունը Տիգրան կդնի, ազգանունս էլ Հայրական Պետրոսյանը, եւ կսովորացնի շախմատ, եւ գուցե մի օր էլ ես կդառնամ չեմպիոն, եւ այդպես սովորացրեց առաջի մարզիչը ինքն է եղել։ Առաջի քայլերը զուտ սանոթությունը շախմատի հետ ինքն է արել, հետո արդեն տարել է շախմատի դպրոց պարապելու, ու տենց սկսեցի պարապել կամաց Սկսեցի ամենակարևորը ինձ հետաքրքիր է, սկսեցի սիրել այդ։ Ինչ թվում է այդ տարիքում չեմ կարողանա ճիշտ հիշել սիրում էի թե չէ, կարող եմ հիշել, որ սիրում էի արդեն երբ որ երևի ինչ-որ հաջողություններ կար, դուրս գալիս էր այդ ամեն ինչը, որ գնում էի մրցաշարերի, արտասահման ինչ-որ լավ տեղեր էի տեսնում։ Որ ամեն դեպքում տարբերվում էի իմ հասակակից երեխաներից, էլի, ու դուրս գալիս էր այդ ամեն ինչը։ Դե օրինակ իմ թոռնիկը հրաշալի դաշնամուր է նվագում։ Բայց դե գիտես ինչ, ես ուզում եմ որ շատ սիրի գիշեր ցերեկ այդ շատ դաշնամուրի կողքից տեղ չի գնա։ Իրան խնդրում եմ, ասում եմ կոմար ամեն ինչ կանեմ, մենակ շատ նվագի, դու պիտի շատ նվագի, որտեղ տեսնում եմ հաջողությունները, տեսնում եմ ինչ տեխնիկա ունի, տեսնում եմ ինչ առաջ է գնում, բան։ Դրա համար այդ հարցը քեզ տվեցի, ասում եմ, բայց որ մի գործ սկսեցիր սիրել, քոնը եղավ դա արդեն հաջողությունը ապահովված է։ Միանշանակ սիրել եմ, չսիրեի անհնար կլներ նախ հաջողությունների հասնել, երկրորդը այսօրվա դրությամբ, երբ որ ինչ-որ մի քանի օր առհասարակ չեմ խաղում կամ չեմ էլ բացում, չեմ հետևում ինչա կատարվում, մի տեսակ մեջս կարոտ արթնանում, ուզում եմ հաջորդ օրը արդեն միանգամից խաղամ։ Չես կարող, իրանից հեռու գնալ չես կարող։ Ոնց որ ինձ ասեն, դեռ պետք է դերասանություն չանես, գնամ էստի տուն, գժվեմ, ոնց չէ, պետք է խաղամ, պետք է դուրս գամ, պետք է ուրախացնեմ ժողովրդը, չի, հնարավոր չի։ Իսկ դպրոց գնացիր կամ շախմատ դպրոց հաճախում էի, արդեն 6 տարեկան, 7 տարեկան շախմատ դպրոց էի հաճախում։ Ով էր այնտեղ քո Սարգսյան Գագիկը, իմ առաջի մարզիչն է եղել, երևի մինչև 12-13 տարեկան։ Ու հետագայում սկսեցին փոխվել մարզիչները, երևի 4-5 մարզիչ եմ ունեցել հիմնական, տարիքի ըստ ուժի արդեն ավելի ուժեղ, ավելի փորձառու մարզիչներ, մինչև մոտավորապես 19-18 տարեկանը, դրանից հետո արդեն ինքնուրույն եմ մարզվել։ Իսկ բարձրագույն կրթություն։ Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ, ունենք շախմատի բաժին, շախմատի բաժին ունենք, որտեղ որ սովորում ավարտում ես եւ մասնագիտությամբ դառնում ես շախմատի մարզիչ, այսպես ասեմ։ Կրչադեր ռեկտորը Վահրամ։ Չէ, Վահրամ Առաքելյանն էր։ Այո։ Շատ իմ կողմից շատ հարգված, շատ սիրված մարդ, շատ կարգին մարդ։ Իսկապես ես իրան մտերիմ եմ, ծանոթ եմ, շատ շփվել եմ ու շատ եմ հարգում իրան, որովհետև հարգանքի արժանի մարդ է։ Լավ, երբ եկար Միացյալ Նահանգներ։ Ճիշտն ասած
Առաջին անգամ եկել եմ 2007 թվականին ու այդ թվականից սկսած գրեթե ամեն տարի գնում գալիս եմ։ Եղել է 1 ամսով եմ եկել 2, 3, 4 տարբեր կախված մրցաշարերից, հավաքներից ընդհանուր ուղղակի ընկերներից տեսնալուց։ Տենց կապը չի կտրվել երբեք այդ 2007-ից սկսած, միշտ գնացել եկել եմ, այս վերջի անգամ որ եկել եմ արդեն համարյա 10 ամիս է այստեղ։ 10 ամիս։ Ամառվանից արդեն նախորդ տարվա այստեղ։ Բայց 10 ամիսը ոնց մենք ընկերություն չենք արել։ Դա մեր բաստողումն է, ոչինչ կլրացնենք։ Տիգրան ջան, իսկապես շատ ուրախ եմ։ Դե ես կուզեմ որ դու էլի մտնես շախմատի մեջ, որտեվ դու պետք է ժողովրդին պետք է այդ ինչ որ գիտես այդ կոնը չի քո համար չի, պետք է ժողովրդը դրանով ուրախանա, հիանա, բարձենա, գլուխ գովա, մենք էս մարդիկն ունենք, էս մարդկանց ենք տվել մեր ազգը, բա։ Իսկ չես ուզում քո իմացած փորձը, բանը ասենք փոխանցել փոքրիկներին, այսինքն մի շկոլա բացել, դպրոց բացել ու այդ քո իմացածը իրանց բանանես ուղղես։ Ճիշտն ասած, հենց այդ ուղղությամբ էլ աշխատում եմ, այս բային քայլեր եմ ձեռնարկում։ Շախմատի դպրոց։ Շախմատի դպրոց բացելու, հենց երևի թե Գլենդելում կլինի։ Թղթաբանական որոշ խնդիրներ կար, արդեն լուծված են, այնպես որ կամաց-կամաց այդ ուղղությամբ աշխատում եմ, պարկ տեսնենք, միգուցե այս մինչև տարվա վերջ արդեն իրականություն դառնա։ Շատ լավ կլինի, բացմանից կկանչես են, Իսկ բան տեսնես կան այնց երեխեք բան նկատել ես որ Այստեղ։ Հա։ Կան իհարկե կան եւ մեր ավակ ընկերը Արմենը կա Համբարձումյան լավ դպրոց ունի։ Շատ լավ աշակերտներ ունեն եւ մասնավոր ինձ են շատ դիմում, մասնավորել են պարապում այս պահին։ Այո, մասնավոր ունեմ աշակերտներ, քանի դպրոցը չկա, ամեն դեպքում մասնավոր են պարապում։ Կան լավ երեխաներ կան եւ մեր հայերի մեջ եւ իհարկե այլազգիների հետ էլ։ Այլազգիներ կարող է չէ՞ մոտեցող։ Իհարկե։ Իսկ անգլերեն լեզվից ոնց է ստանում։ Լավ, հայերեն, ռուսերեն մաքուր, անգլերեն լավ։ Չէ, դու կարելի ասել 4 գումարած, 5-ի չեմ դիտի։ Շատ լավ։ Մեր 4 գումարածը 5 վաճը, հիմա 10։ Ապարանցուն ասում են անգլերեն խոսում ես, ասում են շատ լավ խոսում եմ, բայց չեմ հասկանում։ Չեմ հասկանում։ Դու խոսացածդ հասկանում ես։ Չէ, ես ազատ խոսում եմ, իհարկե չեմ կարող ասել որ այդպես իդեալական, բայց լավ է։ Այստեղ գրել էի որ քեզ հարցնեմ ինչ ապագա ծրագրեր ունես, փաստեմ ոնց որ ասիր այդ դպրոցն Հա, մոտակա ծրագիրը երևի շախմատ դպրոցի հետ է կապված, փորձեմ մինչև տարվա վերջ։ Տեղի հարցերը պետք է լուծվի։ Այո, կազմակերպչական սկզբի շրջանի համար քեզ հովանավորներ բաներ պետք են։ Չեն խանգարի երբեք հովանավորները։ Դե արդեն հիմա ժողովուրդը կիմանա որ մի լավ դպրոց է բացվելու, կարգին պրոֆեսիոնալ դպրոց, որտեղ դու պրոֆեսիոնալ մարդ ես։ Այստեղ մենակ մի դպրոց կա, չէ՞, Արմենինն է, չէ՞, Համբարձումյան։ Մի քանիսը կան, բայց ամենաերևի թե լավը, ամենաակտիվը Արմենինն է այս բանը։ Ու շատ լավ որ երկրորդն էլ քոնը կլինի անպայման, որտեղ դու քո անունը, քո վաստակը, քո պրոֆեսիոնալիզմը քեզ կբերի, աշակերտներ կբերի։ Իսկ կուզենայի դու պատմիր նաև քո հաղթանակների, այդ մրցումների, բաների, հաղթանակների, դիպլոմների, չգիտեմ, պարգևատրումների մասին։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր կյանք է ինձ թվում, սպորտսմենի կյանքը, անդադ շրջագայություններ, ամեն ամիս միջինը մեկ անգամ գնում ես ինչ որ մրցաշարի մասնակցում ես, տարբեր երկրներ, տարբեր կուլտուրաներ, տարբեր խոհանոցներ, ամեն ինչ տեսնում ես, բավական հետաքրքիր է։ Եվ եթե այդ ամեն ինչի հետ մեկտեղ նաև կարողանում ես լավ հանդես գալ եւ հաջողությունների հասնել, կրկնակի եռակի հաճելի է։ Վերջում վերադառնում ես իհարկե այդ դիպլոմներով, այդ հաղթանակներով կիսում ես այդ հաջողությունները ընտանիքիդ հետ, ազգիդ հետ, ընկերներից, կախարդական բան չկա։ Ամենակարևոր բանն է, հայրս է միշտ ասում, եթե դու կարողանում ես թեկուս մի քանի վայրկյան քո ազգին ուրախություն պարգևես, ուրեմն դու հաջողվել ես արդեն։ Տիգրան ջան, ես ուզում եմ քեզ ընդհատեմ, ներիր խնդրում եմ, հիմա անցնենք մեր գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, շատ տաղանդավոր իմ կրտսեր ընկերոջ հետ, շատ տաղանդավոր մի մարդու հետ, որը պարծանք ու պատիվ է մեր ժողովրդի համար, ինչքան շատ լինեն իր նմաններ, այնքան ավելի լավ կլինի, ավելի բարձր կնչի մեր անունը աշխարհով մեկ Տիգրան Պետրոսյանի հետ։ Գովազդը արդեն եթերում։
Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Տիգրան Պետրոսյանի հետ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, որպես լավ տղա, կարգին մարդ, համել լավ տղա չեմպիոն։ Տիգրան ջան, մենք անցանք շուտ գովազդի ու կիսատ մնաց մեր խոսակցությունը, ես ուզում եմ իմանալ որ քաղաքներում ես եղել, որտեղ ես չեմպիոն դարձել, ինչ մրցումների ես մասնակցել, այդ դրա մասին խոսենք։ Ну, կարևորագույններից կսկսեմ, երևի թե երկու անգամ դարձել ենք օլիմպիական չեմպիոն մեր հավաքականով, առաջինը որ ես թվում եղել եմ 2008 թվականն էր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում եւ երկրորդը 12 թվականին Ստամբուլում, դա ամենաբարձրագույն հաջողություններն էր, ամենակարևոր կարելի ասել իմ շախմատային կարիերայի մեջ, որոնք որ, չգիտեմ, երևի թե կտրուկ փոխեցին ամբողջ կարիերայի ընթացքը եւ առհասարակ կյանքի ընթացքը։ Իսկ որ այդպես վերցնեմ, մի անգամ տենց ժամանակ եղավ, փորձեցի վերհիշեմ առհասարակ որտեղ եմ եղել, մոտ 40 երկիր եմ եղել, 40 երկիր ու շատ քաղաքներ, որտեղ երկրներ կան, որ 5 անգամ կամ 10 անգամ տարբեր քաղաքներում եմ եղել, էլի։ Այդպես որ վերցնես, մոտավորապես երևի 200 քաղաքում, 200 քաղաք ամբողջ աշխարհի մեջ պտտվել եմ։ Հիմնականում իհարկե մասնագիտական մրցաշարեր բան, հաջողություններ օրինակ Հնդկաստանում դարձել եմ մինչև 20 տարեկանների աշխարհի փոխ-չեմպիոն, երկրորդեղ Էլի Ստամբուլում մինչև 16 տարեկանների օլիմպիական չեմպիոն ենք դառել պատանեկան եւ բազմաթիվ մրցաշարեր հաղթող եմ, երևի թե մոտ 2 կամ 3 տասնյակ, 2-3 տասնյակ մրցաշարեր, որտեղ անհատական հաջողությունների եմ հասել։ Ու վերջի տարիներին ավելի շատ ինձ փորձում եմ արագ շախմատում, արագ շախմատը դա բլից հասկացողությունն է, որ քիչ ժամանակով խաղում ես, դա ինձ մոտ ավելի լավ է ստացվում։ Նույնիսկ եղել է տարի, որ աշխարհում 6-րդ տեղ գրավեցի, բավական բարձր արդյունք էր համարվում։ Ու հիմա էլի փորձում եմ մասնակցել։ Ես այդ տարակը գիտես ոնց էի պատկերացնում, որ մի 10 հոգի նստած են ու 10-ի հետ տարակ ցես խաղալով գտնվում։ Դա միաժամանակ է խաղի սեանս խաղաշարն է, այդպես որ պտտվում ես, հերթով իրանց հետ խաղում ես, այդպիսի բան էլ կա, շատ պոպուլյար, մենք դա անում ենք հաճախ։ Բայց բլիցը շատ դժվար է, բոլորի հետ դի հիշես բոլորի հետ որտեղ ինչ բան զարսպել նայում։ Իմ անձնական ռեկորդը կարծեմ 60 հոգու հետ է եղել։ 60 հոգու հետ խաղացել ես մենք։ 60 հոգու հետ տենց պտտվելով անդադ խաղում։ Մեջտերը հաղթողներ են եղել։ 60-ից կարծեմ մեկը մի խաղը պարտվել է, եթե ճիշտ եմ հիշում։ 60-ից մեկն էս պարտվել։ Այո։ Դե այնպես չի որ պրոֆեսիոնալ շախմատիստներ են, իհարկե մեծ մասը իհարկե լյուբիցելներ են եղել, բայց էլի ամեն դեպքում ինքը ահռելի ֆիզիկական աշխատանք է։ Հարվածություն ախոն այդքանի հետ միանգամից շատ դժվար է։ Ես կուզեմ քո ընտանիքի մասին էլ պատմես։ Մի տղա ունես։ Ամուսնացած եմ, մի տղա ունեմ, 8.5 տարեկան է արդեն։ Սիրում է շախմատ։ Շատ է սիրում, բայց ես ոնց որ շատ չեմ ուզում իրան զորեմ, այսպես ասած, որ ինքը շախմատիստ դառնա, այո։ Սովորեցրել եմ խաղալ, պարապում է, առանձին մարզիչ ունի, այնց չի որ ես եմ իր այդ դու քեզանից լավ մարզիչ։ Հա, ուղղակի մի քիչ դժվար կլներ, հետո Իսպայն Հայաստանում են, ես Իսպայից տեղ եմ, իրանք Հայաստանում, դրա համար մարզիչ կա, որը գնում պարապում է։ Հենց վերջի մի քանի օր առաջ առաջին անգամ մրցաշարի եմ մասնակցել իր հասակակիցների այդպես մեջ առաջ խաղը պարտվեց մի քիչ տխրել էր բայց ոչինչ ասեցի նորմալ է չէ պարտությունը պետք է լինի որ հետո են հաղթանակի կացությունը զգաս այսինքն չես ուզի քո ճանապարհով գնալ չէ եթե ես ընտրելու լինեի ես չէի ուզի բայց եթե ինքը 2 տարի էլ անցնի ցանկություն հայտնի, ես բնականաբար ամեն կերպ կաջակցեմ։ Ախր բայց հետաքրքիր բան է, ինչի ոչ մեկը չի ուզում, որ իր զավակի իր ուղին շարունակի։ Ես մտածել եմ այդ հարցի շուրջ, ինձ թվում է, քանի որ մենք մեր բնակավարների խնդիրները տեսել ենք, դժվարությունները տեսել ենք, ճիշտ է, լավն էլ ենք տեսել, բայց այդ բարդ բանի միջով երևի թե չէ ուզում զավակը տանցնի։ Ինձ թվում է հոգեբանական պահ է, չգիտեմ։ Հետո երկրորդ հերթին այս պահին շախմատը որպես զուտ մասնագիտություն կյանքում գումար աշխատելու համար, հա,
այդքան էլ հետաքրքիր, գայթակղիչ չի, այսպես ասեմ։ Դրա համար օրինակ ես կուզենայի ինքը ավելի ուրիշ մասնագիտություն ունենար, որը իրան ավելի շատ կօգներ կյանքում։ Այսօրվա մասնագիտություն էլի, այսօրվա մասնագիտություն, որ ինչ որ անհրաժեշտ է այսօրվա կյանքում։ Այո։ Չգիտեմ, համակարգչային, բժշկական, տարբեր բաներ կան, որոնք որ երևի ավելի արդի են այսօր։ Ես կուզեմ էլի մի թեթև անդրադառնանք նորից այս քո դպրոցը բացելու ես երեխաները, ոնց ես ընտրելու նրանց, ինչպիսի երեխեք, ինչ հիմունքներով կարող են կոմոդ ընդունել։ Թող իմանան։ Այո, մտածում եմ, որ պետքա 2 խումբ կամ 3 խումբ լինի, միգուցե մի խմբի հետ կներգրավեմ մեկ այլ մարզիչ, որը որ կպարապի ամենասկսնակ խմբի հետ, եւ արդեն կլինեն մի քիչ ավելի ավակ եւ ավելի ուժեղ խմբերի հետ, որոնց հետ ես կպարապեմ։ Խմբերը կլինեն բաղկացած երևի թե սկսած 4-ից մինչև 8 հոգի, չեմ ուզում այդպես շատ 15 հոգանոց խումբ անել, իմ կարծիքով դրա արդյունավետությունը ավելի ցածր է լինում։ Բայց այդ ամեն ինչը շատ երկար ճանապարհ է, սկզբից բնականաբար այդքան քանակ կարող է չլինի, կարող է 5 աշակերտ ունենան կամ 10, կամաց քանակի ավելանալուն պես ինձ թվում է ավելի մի քիչ պլաններն էլ կարող են թեթև փոխվել, բայց առհասարակ կներգրավեմ ես էլ իմ ընկերներին մեկ-մեկ կգան ինձ դպրոցում լեկցիաներ կկարդան, դաս կտան, բավական դեպքում բավական հետաքրքիր կանցնի, այո, բավական շատ մտքեր ունեմ, ինձ թվում է Իրագործվի, եթե լավ կպելեսու արդեն համարյա ոնց որ ստացվում է, դե ամեն դեպքում այդ է իմ գործի իմ մասնագիտությունը, որ ես համ սիրում եմ, համ լավ է ստացվում եւ ինչպես դու ասացիր, ինձ թվում է պարտավորություն կա փոխանցելու այդ գիտելիքները անպայման ինչ որ դու ստացել ես քո մեծերից ու ինչ որ հետո դու ձեռք ես բերել քո աշխատասիրության ու այդ մրցումների միջոցով այդ պետք է չգնա կորի, այդ պետք է փոխանցվի, պետք է շարունակեն, օրինակ Նորից Տիգրան Պետրոսյաններ լինեն, թե աբակ, թե կրծեր, պետք է լինեն մեր մեջ, ես հիշում եմ, որ Տիգրան Պետրոսյանի մրցումներն էր Մոսկվայում, Բոտվիննիկի հետ էր խաղում են, օպերայի բակում շախմատը կար մեծ, մարդիկ կանգնում են ու քայլերը նայում, բա Պետրոսյանը ինչ քայլ արեց, բա չես պատկասի, ստեղից ինչքան գիտեմ են։ Ռադիոյով հաղորդում էին, ամբողջ օրը սպասում էին, երբ քայլը ասելու ինչ արեց։ Բա շամարտիկ ունենք, որ ստեղից նույնիսկ սպաս էր տարել հասրել Մոսկվա Տիգրան Պետրոսյանին։ Ոնց էր անունը հիշում էի, շատ հայտնի մարդ էր, իսկապես։ Չես պատկերացնի ինչ է, հետո որ եկավ Հայաստան, եկավ Երևան մրցումներից եկավ, դու այդ ընդունելությունը տեսնեիր, ինչ էր։ Այդպես մենք պետք է ունենանք այդ Տիգրան Պետրոսյանների, բոլորին փոխարինողներ պետք է ունենանք։ Փառք Աստծո ունենք, լավ սերունդ ունենք։ Ճիշտ է, շախմատը այս պահին ամենալավ վիճակում չի Հայաստանում, մի քիչ։ Այդ դրա մասին էլ է ուզում ասել։ Մի քիչ զիջում է դիրքերը, եթե մեր այն թվականներին, որ մենք դարձանք օլիմպիական չեմպիոն, մենք աշխարհում համարվում էինք շախմատային գերտերություն, որ զիջում էինք երևի թե միայն Ռուսաստանին ու էլ ոչ մեկին, համենայն դեպս արդյունքներով նույնիսկ գերազանցում էինք երբեմն Ռուսաստանին, այս ու բոլոր աշխարհի Եվրոպայի առաջություններում պատանեկան գրեթե միշտ տարբեր տարիքային խմբերում ունենում էինք աշխարհի Եվրոպայի չեմպիոններ, շատ առաջ էր Հայաստանը։ Այսօր չունենք այդ հաջողությունները, հուսանք կվերականգնվի։ Դիտի անպայման վերականգնվի։ Ճիշտ է, սերունդ է փոխվել, գրեթե հին հավաքականից միայն Գաբրիել Սարգսյանն է մնացել, որ դեռ խաղում է հավաքականում, բայց ինքն էլ արդեն վետերան է, ինքն էլ երևի արդեն վերջի մի քանի տարին կխաղա։ Արոնյանը էլ մեր Արոնյանը փոխեց դրոշը արդեն Ամերիկայի հավաքականից է խաղում։ Ինքը ստեղ ապրում։ Ստեղ ապրում, Սենթ Լուիսում է ապրում, հիմնականում, հա։ Վլադիմիր Հակոբյանն էլ է Լոս Անջելեսում ապրում, ստեղ է ապրում, ես արդեն կիսով չափ, այնպես որ բավականին փոխվել է համավականը, բայց երիտասարդները բավական խոստումնալից են, լավն են, միգուցե մի քանի տարի էլ փորձառություն է պետք, լավ մարզիչներ, մի քիչ իհարկե պետական աջակցություն, ֆինանսավորում իրանց պարտադիր ու կունենանք նորից լավ հաջողություններ։ Հեղավ Տիգրան ջան, անցնենք մենք նորից գովազդի, որից հետո կշարունակենք մեր հաղորդումը, մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Տիգրան Պետրոսյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։
Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Տիգրան Պետրոսյանի հետ, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն մեր լավ Տիգրան Պետրոսյանի հետ։ Տիգրան ջան, դու որպես կուրկ քեզ շախմատի ասպարեզում ես համարում էլի։ Երևի թե նու փոքր հասակում Գարիկ Ասպարովին էի համարում։ Ինձ թվում է երբ որ ես մեծանում էի իր ժամանակաշրջանները, այսպես ասած կարկառուն եւ շատ ուժեղ էր, ինքը աչքեր են գնում բոլոր աշխարհի չեմպիոններից։ Ու առհասարակ պատմության մեջ իմ կարծիքով Կասպարով, Ֆիշեր եւ Մագնուս Կարլսեն երեք չեմպիոնները անհամեմատ շատ ուժեղ են մնացած բոլոր Ֆիշերի մասին ընդհանրապես այդ տարիների լեգենդներ են։ Լեգենդներ, իհարկե, շատ լեգենդար շախմատիստեր եւ Ֆիշերը շատ կարեւոր դերակատարում է ունեցել շախմատում, որովհետեւ երբ դարձել է աշխարհ չեմպիոն, ինքը սկսել է շախմատը ավելի պրոֆեսիոնալ լեվելի վրա բարձրացնել եւ պարտադրել է, որպեսզի ֆինանսավորեն, գումարներ մտնի շախմատ եւ այլ, զուտ շախմատի համար ինքը շատ բան է արել։ Այս հետաքրքիր է դու ասենք Տիգրան Պետրոսյանի կամ ում հետ է, չէ՞ դու ինքը արդեն չկար որ դու հասարեցիր։ Չէ, ինքը մահացել էր, աշխարհ չեմպիոններից մեծ այտենց մեծությունների հետ ում հետ է շփվել։ Անանդի հետ եմ խաղացել, դե Մագնուս Կարլսենի հետ շատ եմ խաղացել, Կարպովի հետ առիթ եղել է ծանոթանալու, երևի աշխարհ չեմպիոն Կրամնիկի հետ եմ դե շփվել, ծանոթ եմ, տենց հիմնական։ Գիտես ինքան եմ ես հարգում Կարպովին, չես պատկաստ ինչքան շատ, երևի աշխարհում ինչքան շախմատիստ կամ բան ամենաշատ ինձ համար նա որտեղ ինքը սիրում է մեր ժողովրդին, հայ ժողովրդին, ու ես հիշում եմ երկրաշարժի տարիներին ինքը ինչ ակտիվություն ցուցաբերեց, բան ինքը շատ կարգին մարդ առաջին հերթին։ Արժանի որ հայերը իրան իսկապես սիրեն։ Ամեն դեպքում ինքը իմ կարծիքով ավելի շատ բան է արել հայացքի համար, քան Կասպարովը, այո 100% դրա համար հասկությամբ հայ է։ Դա շատ տարօրինակ հարցել է։ Ինչ ցանկություն կուզեիր կատարել քո համար ոսկե ցիկնիկը։ Ոսկե ցիկնիկը։ Հա։ Երևի կուզեի, որ ընտանիքիս բոլոր անդամները շատ առողջ լինեին ու շատ երկար ապրեին։ Բոլորս միասին sense համերաշխ կարողանայինք լավ կյանքով ապրել երկար տարիներ։ Իմ համար դա ամենակարևոր, ամենաթանկ բանն է, մնացածը կարծում եմ ես իզորու եմ ինքս երկրի խաղաղությունը, հայո, բայց մնացածը օրինակ ինձ թվում է ես իզորու եմ ինքս ստեղծել, ինքս հասնել շատ բաների։ Դրա համար ամենակարևոր բանը դա երևի թե դա է։ Հիմա կպատմես մեր հետաքրքիր պատմություն։ Իրական պատմություն։ Փորձեմ հիշել։ Ուրեմն մի անգամ Դուբայում միջազգային մրցաշար էր, մինչև այդ Աբու Դաբիում էր, մի հատ վրացի շախմատիստ կար, ինքը այդքան հայտնի չէր, էլի։ Խաղաց առաջի տեղը գրավեց այդ Աբու Դաբի մրցաշարում, շատերից իրանց ուժեղներից առաջ անցավ։ Հիմա մի ամիսած Դուբայում ենք խաղում, ընկել ենք իր հետ, բայց ես ոնց որ կասկածում եմ այս վրացի շախմատիստը ոնց որ ինչ որ հարամություններ է անում, էլի։ Այս քայլ անում, վազում է դուրս, քայլ անում, վազում է դուրս։ Անդեղ ասում են, հա, հուշում են ինչ։ Հա, դե ասում եմ մի բան է ինչի, էլի, ես հենց վազում է դուրս, ես էլ հետևից քայլ արեցի, գնացի, տեսա մտնում եմ զուգարան ու անդադ մտնում է ոնց որ 3 հատ ոնց որ կաբինկա է, այդ միշտ նույնն է մտնում, ասենք, եթե այդ նույնը զբաղված է կողքին ազատա, չի մտնում, սպասում է հենց այդ մեկը ազատվի։ 1, 2, 3, ես գլխավոր մրցավարին ասեցի, մի հատ խնդրում եմ ստուգեք, էլի, մի բան ինչու շատ ուժեղ էր խաղում, էլի, որակը քայլերի բան զգացվում է։ Վերջ, այս մրցաշարը, այս դատավորը մտնում է, ինչա պարզվում, այս վրացին իր կարճ խելքով մտածել է, որ խափի, հեռախոս է վերցել, տարել է զուգարանի հետևը պահել է, ու ամեն քայլ անելուց դե հեռախոսը ծրագիր ունի, որը ուժեղ քայլեր է գեներացնում, էլի, շախմատի ծրագիր կա հատուկ։ Գնում է ամեն քայլից հետո, այդ հեռախոսը հանում է, նայում է դիրքը ինչ քայլ պետք է խաղա, դնում է էլի պահում է զուգարանի թղթով պատում, գալի խաղում է։ Այսպես վրացում դե մի անգամից եկան, միջամտեցին, ժամը կանգնացրեցին, պարտություն գրանցեցին, բան։ Իմը sense կատաղացել, դուրս եմ եկել,
որտեվ վստահ եմ, որ այն նախորդ մրցաշարում էլ ինքը տենց օգտվել դրա համար է ինձ առաջ անցել, էլի։ Դրա վրից էլ եմ ներվան, եկել sense մոտիկացավ, sense եղջկրակ նայում ես ասում եմ, Տիգրան ասում եմ, հա, а что мне за это будет? Յան ինչ է ինձ հասնելու։ Արաս դու ապուշ ես եկել ես ինձ քիչ հարամություն ես արել, էլի ինձ ես հարցնում, գոնես կորից տեղից ես կտամ սպանում։ Լավ է։ Վրացիներն է, վրացին հային որոշել էր խափել, էլի այդպես։ Մի անգամ էլ երևի 13 տարեկան էի Ստամբուլում օլիմպիադայի ժամանակ, դե ժամով ենք խաղում, չէ՞, դե ամեն մեկին X ժամանակ է տված։ Հիմա ես ցայտնոտի մեջ էի, ժամս մի քանի րոպե, երևի 7-8 րոպե էր մնացել, բայց զուգարան էի ուզում, ահա որ չէի դիմանում, դե ասացի լավ, դե քայլ արեցի ու վազեցի դեպի զուգարան։ Վազեցի, վերջը, հիմա դուրս եմ գալի, դուռը չացել է, բայց այնտեղ գիտեմ, որ մի քանի րոպե ունեմ, էլի։ Ինչ անեմ, ծեծում եմ, մարդ չկա, դուռը ջարդում եմ, դե երեխա եմ, բան չկա։ Վերջը այն բաներից էր, որ վերևից սենց կարաս դուրս գաս, էլի, վերևից մի քիչ դուրս եկա, վերջի պայն, որ արդեն այնտեղ մնացել էր, չգիտեմ, 30-40 վայրկյան, եկա ասա կայլ արեցի ու հաղթեցի այդ պարտը։ Անեկդոտ պատմի, խնդրում եմ։ Անեկդոտ քո ներկայությամբ մի քիչ պատասխանատվությունը մեծ է։ Ոնց որ ես քո ներկայությամբ շախմատ խաղացի։ Բայց փորձեմ, հա, մի հատ անեկդոտ կա, այդ մեկը սիրում եմ։ Ասում եմ, մի հատ շատ գեղեցիկ ջահել հարուստ աղջիկ, այն ամենավերջի թարմ Mercedes-ով գալիս է մի հատ գյուղ, կանգնում է այս գյուղի մեջտեղը, ասում եմ, մի հատ այս գյուղում ինչքան ջահել տղամարդ կա, սաղին կանչեք։ Սա հավաքվում են, ասում եմ, դե լսեք ուշադիր, ես աստեղից շարժում եմ, ես մեքենայով, մինչև գյուղի ծերը, որ մեկը հետևիցս հասավ, ավտոս իրան, փողերս իրան, իմ հետ էլ ինչ ուզում է թողան։ Ես ջահելները ոգևորվեցին, բան, ասում եմ, դե, в общем, ստարտը տալիս են, այս աղջիկը շարժվում է, այլում մեջ նայում է, նայում է 30 հոգի տենց ջահելություն վազելով։ Լեսուները դուրս գցած։ Ասում եմ, լավ, բան, սենց մի քիչ թեթև գազ է տալի, բան արդեն մի 40 կմ/ժ, նայում է, բան, մի 10 հոգի է մնացել, այս 10 հոգուց մեկն էլ ինչ-որ բիձա է, չալիկներով, սենց մի կերպ, սենց գալիս է։ Նայում է, զարմանում է, ասում է, լավ, ժպտում է, թեթև մի հատ էլ է գազ տալի, արդեն մի 80 կմ/ժ արագությամբ, բան, նայում է, տենում է, մենակ այս բիձեն է մնացել, սաղ կորել են։ Վերջ ես բիձես ես չալիկներով գալիս է, ասում եմ լավ, դե ես բիձում կորցնեմ, սպորտ ռեժիմ է դնում, բան, հատել է գազ տալի արդեն, դե շատ արագ է գնում, բան։ Վերջը, նայում է, տենում է, չէ, ես բիձեն հələ գալիս է, դե հասնում է գյուղի ծերը արդեն, ստիպված կանգնում է, բան։ Ասում է, իջնում է մեքենայից, ասում է, պապի ջան, ասում է, այս բանալները քեզ, փողերս քեզ, իմ հետ ինչ ուզում ես արա, մենակ ասա, էլի գաղտնիքը ես ոնց ասիր։ Ասում է, դու իմն ես, իմը չես, ավտոն ինձ թե չէ, չգիտեմ, բայց ինձ ովորել ես հետևի շթից կապել էր, որտե դրան բռնեմ սատկացնելու եմ ասում։ Շնորհակալություն Տիգրան ջան, այս ուրախ նոտայով էլ չէ՞ դες ասում։ Ավարտվեց մեր։ Շատ հաճելի էր, ես էլ եմ շնորհակալ։ Իսկապես քո հետ շատ հաճելի էր, շատ հետաքրքիր էր, ամենակարևորը։ Տիգրան ջան, քեզ հետագա ասիկ մեծ հաջողություններ եմ ցանկանում, թե մեծ շախմատի ասպարեզում դու դեռ երիտասարդ ես, դեռ այն տարիքը չի, որ դու այդքան ձեռքերդ դեռ բարձրացնես։ Եվ մեծ հաջողություններ եմ ցանկանում քո դպրոցի հետ կազմավորման բանի հարցով, ընդհանրապես առողջություն քեզ ու քո ընտանիքի, ինչ նպատակում եք Աստված կապ։ Շնորհակալություն, որ եկար։ Ես էլ եմ շնորհակալ, ինչ հանդիպում։ Հաջողություն։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր աշխարհի չեմպիոն, օլիմպիական, շախմատի օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Կյանքում մի բան լավ հիշեք։ Մարդու արարքները նման են բումերանգի։ Վաղ թե ուշ, միևնույն է, հետ են գալու։ Այսքան է, սիրելի բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։ Բա կինդ ինչ ասեց, որ տենց գիշերվա 1000-ին խմած տուն եկար։ Ոչ մի բան։ Դե մեկ այս դեպի երկու ատամները պետք է քաշել տայի։ Քաշել է։